Եվս մեկ անգամ ողջույն ժողովուրդ ջան, սիրելի հետևորդներ, ընկերներ, երեկվանից կարելի ասել գտնվում ենք նույն հասցեում, Մարաշում, դե արդեն երեկվա եթերը դուք տեսել եք տեղում մի փոքր էմոցիոնալ, որովհետև ոնց որ դեռ հենց ամենասկզբում բախում եղավ էմոցիոնալ ու գուցե երկխոսությունները մի փոքր այլ ուղղությամբ գնացին։ Այսօր արդեն ցերեկը ես դարձյալ նույն հասցեում էի փաստաբանի խնդրանքով Հակոբ Ջանգիրյանի, ով իր դիտանկյունը, իր մոտեցումը, իր մեկնաբանությունը այս ամեն ինչի հետ կապված ասեմ նաև, որ այս ընթացքում քննիչներն էլ մոտեցել են, գործողություն են իրականացրել տարածքում, այնուամենայնիվ պարոն Մելիքբեկյանը, դա աշխատակիցը, նույնպես երեք ոնց հասկացա մի քիչ ինքն էլ վատառողջ է եղել, նայել է եթերը, վերանայել է ու կարծում է, որ տեղեր կա, որ օբյեկտիվություն չի եղել, թե իմ կողմից, թե նաև իր կողմից գուցե ավելի լավ, հիմա պարզաբանում լինի ավելի մի փոքր սառած էմոցիաների ֆոնին, քանի որ լսել ենք փաստաբանին, առաջարկում եմ լսենք նաև պարոն Մելիքբեկյանին, դա աշխատակից, փորձենք որակավորումներից, չգիտեմ, ձեր գործողությունների մասով, իհարկե ընթացքում ես նաև հարցեր ունեմ 2-3 հատ ինձ համար կամ քաղաքացիների համար, իսկ երեկոյան արդեն կունենամ ես ամփոփիչ, հեսա երեկվանից մինչև այսօր ամփոփիչ եթեր արդեն YouTube-յան ալիքով։ Խնդրեմ պարոն Մելիքբեկյան, որպեսզի ես ճիշտ ներկայացրեցի իսկը։ Որոշակի պարզաբանման անհրաժեշտություն կա, որպեսզի քաղաքացիների համար, ձեր հետևորդների համար նաև հասկանալ լինի ինչ է կատարվում այս հասցեում, ես մի քիչ ավելի մանրամասնությամբ կարող ներկայացնել, հաշվի առնելով մեր եթերի արդյունքում կարող եւ մարդիկ մի քիչ սխալ են հասկացել կամ մի քիչ ճիշտ չի բացատրվել ամեն ինչը, չնայած սպառիչ ամեն ինչ ներկայացվեց նաև երեք, ուրեմն հասցեում կատարական գործողությունները իրականացնում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման։ Հասցեի սեփականատեր ներկայային չեն հանդիսանում այն անձինք, ովքեր որ բնակվում են հասցեում։ Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով վերջիններս պետք է վտարվեն այդ հասցեից։ Մի քիչ բարձր խնդրում եմ, որ հիմա իրավիճակը հետևյալն է։ Հարցերը կատարական առիթ։ Նախ ցանկանում եմ նշել, որ փաստաբանը հարգելի պարոն Ջանգիրյանը պարտապանների շարերը ներկայացրել են նաև առաջնացան ընդհանուր իրավասության դատարանում եւ պարտապանները դատարանում ունեցել են վտարման հետ կապված հասցեի վտարման պատգործողություններ իրականացնելու հետ կապված հայց, այսինքն պատասխանող են հանդես եկել եւ դատական ակտը պարտվել է։ Այսինքն իրենք դատական պետք է վտարվեն հասցեից։ Կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, տվյալ հասցեի սեփականատեր բարեխիղճ ձեռքբերող է հանդիսանում նաև բարեխիղճ ձեռքբերող մեր հարգելի փաստաբանի ներկայացնում այլ անձ, ով դիմել է հարկադիր կատարման ծառայությանը եւ ներկայացրել կատարական գործողություններ իրականացնելու համար։ Հարկադիր կատարողի կողմից ձեռնարկվել է կատարական վարույթ հարուցելու օրենքով իր պարտականությունների շրջանակում կատարական գործողություններ իրականացնելու համար համարժեք միջոցներ։ Հարուցվել են կատարական վարույթները եւ համապատասխան որոշումները գիծգիտությամբ, որով առաջարկվել է 10 ժամկետում անշարժ ազատել ինքնական, ուղարկվել է պարտապաններին։ Պարտապաններին ուղարկելուց զատ հարկադիր կատարողը նաեւ հասցեի այցելություն է կատարել տեղում պարտապաններին ծանոթացնելու նախազգուշացնելու հետ կապված։ Դա եղել է մոտ 10 օր առաջ։ Եվս հնարավորություն տալով ծանոթության այդ սկսված 10 ժամկետում ինքնական ազատել։ Այստեղ մենք երեք քննարկեցինք այն հանգամանքը պատշաճ ծանոթված են թե ոչ։ Պարտապանների պատշաճ ծանոթված լինելու վերաբերյալ ապացույցները նախ սկսենք նրանից, որ կատարական վարույթի մասին 25 հոդվածի համաձայն պատշաճ ծանոթման նախընտրելի տարբերակներից մեկը արձագանքությունն է, մեկը փոստային առաքման միջոցով ծանոթությունն է եւ վերջնական լրացուցիչ որպես ծանոթման միջոց, ազդարակետային համակարգի միջոցով ծանոթությունն է, հրապարակային ծանոթություն։ Ներեցեք մեծ ճշտող հարց։ Եթե 4 գործով է, 4-ն էլ 4 վարույթներ բանի մասին պիտի իմանային, չէ՞։ 4-ն էլ պիտի, Շատ լավ։ Հիմա 4 կատարական վարույթներով ծանոթությունները ուղարկվել են վտարման ենթակա հասցեին, որը նաև կատարական թերթերով պարտապանների վտարման ենթակա հասցեն է, ծանոթման հասցեն է նաև։ Բոլոր ծրագրերը վերադարձվել են չպահանջված է նշման։
Ես հիմա ապացույցները կարող եմ ներկայացնել Վստահ։ Անհրաժեշտություն կա, նաև պարոն Ջհանգիրյանը կարող եմ ներկայացնել, չպահանջված է նշման։ Կատարական վարույթի մասին 25 հոդվածի առաջին մասի 4-րդ կետը ասում է, եթե չպահանջված է նշման, բա վերադարձվեց ծանոթության ծրարները, դա նշանակում է, որ վարույթի կողմերը ծանոթված են, այսինքն փաստաթուղթ եկել հասցե, իրենք ուղղակի չեն վերցրել։ Ծանոթված են համարում այդ բայից սկսված։ Դրանից սա հարկադիր կատարող հասցե է այցել։ Հասցեն այդ բայն ովքեր որևէ են, բոլորին ծանոթել է, կազմել է արձանագրություն, կա նաև ստորագրություն։ Այսինքն 4 պարտականը հասցեում չեն եղել, դա մենք ընդունում ենք։ Բայց վերացուցիչ արծել է հասցե եւ նախազգուշացրել է վտարման կատարողական գործողությունները իրականացվելու հասցեից։ Դրանից բացի հաշվի առնելով այդ վտարման ժամանակ, հասցեի այցելության ժամանակ բոլոր պարտականները հասցեում չեն եղել նաև տեղադրել ազդարակետային համակարգում։ Ազդարակետային համակարգում տեղադրված են 4 կատարողական վարույթներով կայացված 4 վտարման որոշումներ։ Հա 4-ն էլ երեք ոնց որ չեն գտնում, հա։ 4 վտարման որոշումներ կան։ Երեք մեր հարգելի փաստաբանը ասում է 1 որոշում է տեղադրված, այսօր փաստում է որ 4 որոշումները տեղադրված են ազդարակետային համակարգում։ Նաև հաշվի առնելով որ ես չգիտեի որ ես եթերի ժամանակ փաստաբանը տակը փաստի, իր դիմումից հարկադիր կատարման գործառույթը ներկայացել նաև 4 թվով 4 որոշումներ։ Այսինքն երբ որ երեկվա եթերի ժամանակ մեր փաստաբանը հարգելի ասում եմ, որ ես հնարավորություն չեմ ունեցել 4 որոշումները բողոքարկելու դատարան, քանի որ դուք մեկն եք տեղադրել։ Ազդարակետեում եղել է 4 որոշումներ տեղադրված։ Այսինքն ինքը 4-ն էլ վիճարկելու հնարավորություն ունեցել։ Նաև դրա ապացույց որպես ամսալն այն հանգամանքը, որ ինքը որ կատարողական վարույթով վտարման կատարողական գործողություններ է վիճարկել, այդ կատարողական վարույթով կարենը չի հանդիսանում պարտապանը։ Այսինքն կատարողական վարույթի համարն են նույնիսկ միջնորդության մեջ ներկայացված դատարանի սխալ եւ այդպես էլ բավարարվել է դատարանի կողմից։ Դրա ապացույցը եւս կա որոշ վարչական դատարանի մոտ համապատասխան փաստաթղթերը առկա են կատարողական վարույթով։ Ես ինչի համար եմ այս ամեն ինչը ներկայացնում, հիմա ներկայացնում որպես եւս տպավորություն չլինի, որ հարկադիր կատարման ծառայությունը որպես վարչական մարմին պատշաճ վարչություն չի իրականացրել։ Ամբողջական ծանոթությունները կատարվել են, հարկադիր կատարողի իրավասության սահմաններում պատշաճ կատարել է ծանոթության գործողությունները եւ առաջարկել է ազատել։ Չազատելուց հետո նաև վտարման հետ կապված որոշումները կարող է արձանագրել տրամադրել հասցեին։ Հարգելի փաստաբան, դուք եղել եք հասցեում, ճիշտ է։ 3 եղել եք։ Հեսա երկրորդը կանցնենք, էլի որտեղ այստեղ փոքրիկ մեջբերում ունեմ։ Այսինքն հասցեում լինելով փաստաբանը հարկադիր կատարողը երբ որ եկել է, այսինքն հարկադիր կատարողից կարող է պահանջել նաև ներկայացնել։ Չի պահանջել, որովհետև ինքը դա ունեցել է արդեն։ Որտեղ տեսել է ազդարակետ համակարգում, կետեյեմ համակարգում տեղադրված։ Ես չգիտեմ անկեղծ ասած պարտապաններին ով է հորդորել, որ այդ ծանոթությունները չստանան։ Բայց ծանոթությունները ստանալու արդյունքում իրանք ավելի շատ ժամանակ կունենային, եթե վիճարկման հայց ունեն դատարան քննելու, ավելի երկար ժամանակ կունենային վիճարկելու։ Հասկացա, կարելի է վարչական ակտերից մեկը 4 վարչական ակտերն են բոլոր պարտապաններին վերաբերելի։ Կասեցված է 1 վարչական ակտ։ Այդ վարչական ակտի շրջանակները վտարման գործողություններ չեն իրականացվում։ 3 կատարողական վարույթները, որոնցով կա վարչական ակտերը, վտարման գործողությունները իրականացնում են, ինչպես տեսնում եք, հարկադիր կատարողները բանվորական ուժի միջոցով ազատում են։ Դա մեր պարտականությունն է, դա մեր աշխատանքն է, դա պետության շահն է, այսպես ասեմ, հա, եւ դա իրավական ցանկացած իրավական պետությունում գործում են այդ կանոնակարգերը։ Հիմա թույլ կտաք մի մեջբերում։ Ուրեմն, որպեսզի ճիշտ հասկացվի, ես երեկվա եթերում մի քանի անգամ ասել եմ, որ ես ոչ թե խնդիր ունեմ ինստիտուտը կոպիտ ասած վարկաբեկելու, այսինքն եկել եմ, վայ, տեսեք, եկել մարդուն դուրս են հանում տնից, չէ, բնական է, եթե դատական գործ կա, կողմերից մեկը պարտվում է։ Անկամ քաղաքացիներն էլ այն սկզբից էլ լավ իմանալով որ այս գործը կարա բան չունենա, բայց պարոն Ջանգիրյանն էլ ներկայացել է, ասել է, սա այնքան էլ ոնց որ լավ գործ չի, անկեղծորեն մենք դրսում զրուցում էինք, չէ։ Ես չեմ եկել երեք դրա վրա։ Ես երեք եկել եմ իմանալով, որ այստեղ ինչ գործողություն որ արվում է, ոնց որ խախտումներով է արվում, հասկանում եք։ Եվ արձանագրվել է դա։ Արձանագրվել է հետևյալ կերպ։ Նախ եւ առաջ մենք տեսել ենք, որ գույքը չի գույքագրվում։ Հանվում։ Դուք բոլորիս աչքի առաջ, դուք էլ տեսնում եք։ Չունենք ոչ մի էջ չունենք, չէ՞ գույքագրած։ 45 թվով 40
Գույքագրվում է։ Թիվ 50 քանից կատարողական։ Երեք հարցնում ենք գույքագրվում է։ Գույքագրվել եւ դուրս է բերվել միջև այն պահը, միջև որ պարտապան ասել է, խնդրում եմ գույքագրում չկատարել, գույքը չպայեստավորել։ 4 վարի։ Հիմա տեսեք, մենք Սա մեկ թվարկեմ, էլի, երկրորդ։ Իմացա, որ երբ որ եկել են գործողություն կատարելու, սենյակներից մեկը փակ է եղել, մարդը ասել է լավ, միջև դուք այնտեղ գործողություն անում եք, տեսա 10 րոպե է զանգել ենք, բանալին բերում է, հեսա կբացենք, այդտեղ էլ կմտեք, չեն ասել չենք թողնի, ասել են բանալիով է բացվում, հեսա 10 րոպեից կբերեն, այնպես էլ չի դուրսն են թողնում, գործ կա անելու, մարդը ջարդելով դուռը մտել է ներս, սա վատ բան է, այսօր էլ քրնիչ է եկել, արձանագրել է, վերցել տարել է, հարուցվում է, ինչ է տեղ ունենում, սա հարցի մյուս կողմը։ Երրորդ, մեկ էլ ինչն է ինձ շատ երեք բան արել, չնայած դրա մասին քիչ խոսացինք, որ բնական է, երբ որ գիտեք մարդը իր հակի սվիտրից է երբեմն շատ դժվարությամբ հրաժարվում, որ մնաց իր 40 տարվա արած դրացից, ու բնական զգացմունքներ գոյություն ունեն, ու կարա 1-2 բան դուրը չգա, ինչին փորձի ընդդիմանա։ Հիմա տեղին թե անտեղի դա արդեն ձեր աշխատանքի նաև բարդությունն է, նաև տվյալ մարդու բանն է։ Ուրեմն մարդը կանգնած հարցադրում է անում, որի պատասխանը ստանալու փոխարեն կոպիտ արձագանքի արժանանում, բնականաբար սրվում է իրավիճակը ու ձեր աշխատակիցը Գագիկ Հովհաննիսյան քացով խփմա ջարդած արտորնել ենք տեսել, արդեն որպես իրեղեն ապացույց քննիչները տարան, տալիս գցում փաստաբանին։ Այսինքն փաստաբանը մինչև վերջ ցանկացած օրինական միջոցներով իրավունք ունի հնարավորինս պաշտպանելու, ճիշտ է։ Սա արդեն խոչընդոտ է իմ կարծիքով։ Կարող է որակավորումը իրավական մի քիչ այն չեն տալիս, բայց միտքը կարծիքով ըմբռնել։ Կներեք, երեք է դրա մասին ենք խոսում։ Ինչը որ ամենասկզբում չստացվեց թե Տիկին Շալաբյանի թե մեր ընկերոջ հետ, ում հետ արդեն նոր դրսում ժպտալով զրուցում ենք։ Որովհետև խնդիրը, իմ խնդիրը եմ կրկնում, մեր պետական կառույցները ամրացնելն է, բացերը արձանագրել, որպեսզի ամրանա, ոչ թե բացերը արձանագրել, որ վայ տեսեք, վատնա էս երկիրը։ Ես էլ եմ իմ պետության մասին եմ մտածում։ Իմ պետության։ Եվ ձեր հետ էլ այսօր առանձին կուլիսային զրույց անվանենք դա։ Կուլիսային զրույցում շատ պարզ իրար հասկանում ենք։ Շատ պարզ։ Անկամ դուք ու պարոն Ջանգիրյանը իրավաբանական այնպեսի երկխոսության մեջ մտակ, որ ես ուզում եի թաքուն նկարել որպես դաս մեր հանրության ու թեկուզ հենց ինձ համար, որովհետև այդ իրավաբանական վեճը, երբ որ ընկերական մակարդակում ոչ անենք, շատ ավելի ուսուցանելի էր։ Բայց արի ու տես, որ մենք երեք չկարողացանք դա ստանալ, որովհետև չգիտեմ, ամենասկզբից դու ով ես, դու իրավունք ունես, չունես, ինչ որ բաներ գնաց։ Շատ լավ։ Եկեք ես անդրադառնամ ձեր կողմից այդ բարձրացած այդ հարցերին։ Հարկադիր կատարողները պաշտպանություն իրականացնում են, եկել են հասցրել կատգործողություն իրականացնել։ Հասցրել երբ որ կատգործողություններ են իրականացնում, հարկադիր կատարողը իրավունք ունի առանց որևէ խոչընդոտել մուտք գործի վտարմանյակա հասցը։ Սա շեշտում եմ նրա համար, որ բաղալիով կախպեքը ջարդել է։ Առանց որևէ խոչընդոտի վտարման ենթակա հասցը։ Իրավունք ունի, բայց իրան ասվում է, որ բանալին կա, հեսա բերում է։ Հիմա ես ոչ մի դուրսից չփակեմ 10 րոպե անցել, 20 րոպե անցել, կարող է 10 րոպե։ Չի անցել ոչ մի րոպե, ասելա ոչ մի բանալի ջարդել։ Ես դուք ես ասեմ չենք եղել այդ գործողությունների ընթացքում։ Հարկադիր կատարողը իր իրավունքն է իրացրել, նաև պարտավոր է մուտք գործելու այդ հասցե։ Դա դրա հետ կապված։ Ինչ վերաբերում է հարկադիր կատարողը խփել քացով ջարդել է աթոռը։ Մենք նաև տեսաձայնագրություն ես լսեցի։ Վիճում կա, այդ իրիկումա եթերում անգամ տեղադրելով քաղաքացիները թող իրենց գնահատականը շատ է։ Հիմա ես ինչի համար եմ մեկնաբանում, մեր ինչի համար եմ ուզում սահմանամասը ներկայացնել, որովհետև մեր երեկվա եթերից հետո շատ մարդիկ սխալ ձևով կարող է հասկացած լինել, որ այո, հարկադիր կատարողը կարող է եւ ծանոթությունը չի իրականացրել, կարող է եւ դիտավորություն ունեցել առանց ծանոթելու վտարը։ Հիմա սա ներկայացում եմ նրա համար, նաև ձեզ խնդրում եմ սա տեղադրեք նախորդ օրվա մեկնաբանությունների դաշտում կամ առանձին կամերա։ Նույն էջում դրված է։ Նույն մարդիկ, ովքեր որ տեսել են երեկվա վիդեոն եւ չգիտեմ, միգուցե ոչ իրավաբան բաց դոստու պիտակ դրված է նույն էջում։ Միգուցե ոչ իրավաբան լինելով այցեր են հասկացել մեր խոսակցությունից, որ հարկադիր կատարող պաշտպանություն չի իրականացրել, դիտավորի եկել։ Բայց ես էլ հələ մի բան կա չեմ հասկացել։ Գիտեք, հեսա դրան եք անդրադառնում։ Ինչ վերաբերում է ֆիզիկական ուժ գործադրելու, կատարողական վարույթի մասին օրենքով հարկադիր կատարող ընտրված է լիազորություն ֆիզիկական ուժ գործադրելու այն դեպքերում, երբ որ արկա է խոչընդոտներ։ Մենք տեսաձայնագրության ուսումնասիրությունից բարձրացինք, որ հարգելի հաստատանը նստում է միջանցքում, այն հատվածում, որտեղ որ գույքը բանալները դուրս են բերում։
նստում է այդ հատվածում եւ մի քանի անգամ հարկադիր կատարողները օրինական պահանջի, որ ազատ է այդ հատվածը, որտեղ խանգարում է, չի արձագանքում, ասում է ես այստեղ եմ նստելու։ Դրան ավելին, չգիտեմ, հատուկ հարկադիր կատարողներին հունից անելու համար թե ինչ, չգիտեմ, բայց նորմալ չեմ դա ընդունում նաև, կարծում եմ, որ դուք էլ նորմալ չեք ընդունի կամ հանրությունը, որը հիմա կլսի, փաստաբանը իր վստահորեն ասում է եկեք այստեղ չինգաչոრი անենք։ Նստացենք ասում նկատի ունի, ինչով ուզենք կարող ենք զբաղվել, նստացենք։ Կարող ասել փոխենք։ Իրավիճակն է եկել։ Իրեն ներկայացված օրինական պահանջին, որ ազատի հասցել չի ազատում։ Դրա շարունակություն ֆիզիկական ուժ գործադրելը հարկադիր կատարողը իրավունք ունի։ Հասանք տեղ։ Հասանք տեղ։ Ոստիկաններ կան, որոնք բերվել են, որպեսզի ապահովեն թե ձեր գործունեությունը, թե տեղում ոստիկանը, ասենք հասարակական կարգը էլ ինչ է նշանակում։ Վերել են կատարական գործողությունների վայր, իմ գրության Այդտեղ են, չէ՞ եղել այդ ժամանակ։ Այս մարդը հասարակական կարգի պահպանման նպատակով։ ապրեք, այս մարդը կարգի պահպանումը եւ կատարական գործողությունների խոչընդոտները տարբեր բաներ են։ Okay, այս մարդը ասում է, եթե ես խոչընդոտում եմ, եթե ես գուցե խոչընդոտում եմ, չի ասում չեմ խոչընդոտում։ Ասում է, եթե ես խոչընդոտում եմ, խոչընդոտը դիմեք ոստիկանին թող վերացնի, արձանագրեք։ Գրել ճիշտ չենք հասկանում։ Խոչընդոտը վերացնում է հարկադիր կատարողը։ Հասարակական կարգը պահպանում է Քացով խփելով, okay։ Բան կա ավելացնել։ Հա, մեկ էլ իմ չհասկացածը, էլի մի հատ, ես տենց էլ իսկապես գիշերն էլ շատ մտածել եմ սրա շուրջ։ Սենց որտեղ մարդ ենք, կարա ամեն մեկից գլխին գալ նույն բանը, չէ՞, իմանալու համար։ Նայեք, 4 գործ է։ 4 գործի մասով 4-ն էլ պիտի տեղյակ լինեն։ Այսինքն դառնում է 16 հատ ծանուցում, ճիշտ եմ հասկանում։ Որովհետև 4-ն էլ ծանուցված որովհետև օրինակ նույն Կարեն է, չէ՞ անունը։ Հա, գործով որ կասեցված է, բայց 3-ի մեջ նշված է այլ բան, չէ՞։ Այսինքն ինքը պիտի այն 3-ն էլ ստացածն է, որ իմանա։ Այսինքն 4 գործով 4-ն էլ դառնում է 16 է։ Գործողությունները կատարվում են մյուս 3 վարորդների շրջանակներում, ապա այո, մյուս 3-ները այդ տրամաբան շրջանակներում մյուս 3 ծանոթությունները եւս պետքա տրվել։ Հիմա իմ արձագանքի 4 կատարողական վարույթներով ամեն կատարողական վարույթով պարտապան է հանդիսանում 1 անձ։ Վճռի եզրափակիչ մասում նշված է 4 անձի անուն, ովքեր որ պետք է վկայվեն։ Սա ամեն մեկի մասով տրվել է 1 կատարողական թերթ։ Այսինքն 1 կատարողական թերթի շրջանակներում պարտապան հանդիսանում 1 անձ։ Այդ 1 անձը ծանոթում է իր կատարողական վարույթի կատարման շրջանակներում գործողություններին։ Մյուս կատարողական վարույթի կատարման շրջանակներում կատարողական գործողությունների արդյունքում վտարվում է պարտապանը, ինչպես նաև այն անձին, որը օգտագործման իրավունք գրանցված չէ։ Եկեք ճիշտ հասկանանք։ Ես ինչպես մեր խոսակցությունից ներքևում հասկացա, 10 տարի մարդիկ չեն հանդիսանում այս ասացի սեփ։ Հա, հիմա կներեք գործը քանի որ չենք լուսաբանել, մի երկու բառով ասեմ հանրությանը նոր բան անենք, դա էլ ուշենք իմանանք։ Ուրեմն ես ընդհանուր առմամբ Ջոջան ոնց հասկանում եմ, քաղաքացին տունը դրել է, վարկով փող է վերցրել 300 միլիոն, եթե չեմ հասկանում։ Չէ, 300 միլիոն վերցրել է։ Որից 170-ը փակել է, մնացել է 130-ը, դա եղել է 10 որ թվերին։ Հիմա թե այդ ժամանակ հələ դու չես զբաղվել ցեղել գործով, չէ՞։ Այս մարդիկ թե ոնց են արել, ինչ են արել, այնտեղ անգամ եթե բանկը վերցնում է, դնում է աճուրդի, չգիտես ինչ անում, մեկը տարբերությունը պիտի վճարի այդ մարդուն, պիտի տա այդ մարդու, ասենք եթե 10 միլիոն մնացածներով չէր ասելու բան, չէ՞, всё վերցնում եմ, պիտի տարբերությունը տար։ Այդ մարդիկ այդ ժամանակ չգիտեմ ոնց է գործը գնացել ինչ, ամեն դեպքում փաստաբանը զբաղվելուց չի եղել։ Հիմա այդ պահանջը փաստաբանը չի կարա ներկայացնի, որովհետև այդտեղ էլ արդեն ժամկետներ, չէ՞, ժամկետների խախտում կա, չէ՞, այդպես է ստացվում։ Այսինքն մեծ հաշվով փաստաբանն էլ շատ բան խոսք տալու չի ունեցել, ներկայացրել ասել է հեսա ձեր վիճակը ժողովուրդ ջան։ Ասել են ոչինչ, մի հատ տեսնենք ինչ կարող կանենք, ասել է լավ, տեսնենք ինչ կարող կանենք։ Եկել ասել է այս կետին որ վտարումն է։ Այս մարդն էլ փորձում է մաքսիմում պաշտպանել իր վստահորդի շահերը, դա բնական երևույթ է, բնական։ Ամենաբնական բանն է, որ կարելի է նորմալ փաստաբանից ակնկալել։
Ինչի արդյունքում, թեկուզ դա բոյկոտի տեսք, չգիտեմ ինչ կարելի է անվանել, դա ինչ որ բան է նկատել, որը ինչի կարող է որոշել է ինչ այդ գործողությանը գնալ։ Ինչի արդյունքում տեղի է ունեցել այդ միջադեպը, որը արձանագրվել է, բայց գնահատականներից էլի հիմա կարող ենք խուսափել, ես խոսք տամ, որ եթե ունենանք քննչականից հետագայում եթե ունենանք բան, արձանագրություն են ասում, ինչ են ասում դրան, վերջնական նախաքննությունից հետո է վերջնական արդյունք եթե ունենանք, ես դա հիշեցնելով այսօրվա դեպքերը կներկայացնեմ դա, որպեսզի ոչ մի բան օդի մեջ չմնա։ Չնայած ասեմ, որ բազմաթիվ նամակներ էլի ստացել եմ, շատ նամակներ ստացել եմ քաղաքացիներից, Ջորջ ջան, ձեզ նույնպես ասելիք ունեմ։ Շատ դեպքերում մեր քաղաքացիները, ես էլ ձեր հետ միասին, չենք իմանում, որը ում տիրույթում է, որ կառույցի տիրույթում է։ Ասենք օրինակ կարող է դատարանի կամ դատախազության կամ քննչականի գործը ֆրցնենք, բերենք այն մյուսին մեղադրենք կամ վերջին արդյունքը կիրառողին մեղադրենք։ Այս իմաստով մշտապես պետք է լինում լավ փաստաբան ունենալ, ով որ կզբաղվի այդ գործով։ Տեսեք, այս մարդիկ ամենասկզբից չեն ունեցել, ինչի առաջ են եկել քանդել։ Ասենք հիմի դա իսկապես ինքը իրան եկել է բանը հանրարարականը, որ պիտի մտնի ազատի։ Ազատելու process-ի մեջի այն ինչը որ նկատել ենք, ես հələ որ իմ կարծիքը չեմ փոխում, դա իմ կարծիքն է, թող մնա այդպես, մարդը ներկայացնում է իր կարծիքը, թող մնա այդպես, ամեն դեպքում իր մեր կողմից ներկայացնում է փաստական մնացածն արդեն քննչականը իր գնահատականը կտա։ Այս առումով Ժողովուրդ ջան, միշտ եկեք բան անենք, էլի չբարթենք մի ինստիտուտ, այդ ամբողջը մեր պետական ինստիտուտներն են, այո, մեր միջավայրի ներկայացուցիչներն են, մեկը մեր հարևանն է, մյուսը մեր բարեկամն է, մյուսը հեռու բարեկամը, բայց դա այդ ամեն ինչը մեր միջավայրն է, ու ինչքան մեր միջավայրը առողջ լինի, մենք այնքան պետական կառույցներում առողջ աշխատակիցներ կունենանք։ Մեր պետության մեջ 200-ից 250,000 պետական աշխատող կա։ Այդ մարդիկ դրսից չեն եկել, կողքի երկրից չեն եկել։ Մեր տներում ենք մեծացել, իրար կողք ենք մեծացել։ Ու եթե մենք մեր միջավայրը մաքուր պահենք, վստահաբար իրար կարողանանք լսել, ինչու՞ չէ, հարկ եղած դեպքում ներողություն ասել, հարկ եղած դեպքում ներողամիտ գտնվել եւ այլն, վստահաբար ամեն ինչ կընկնի տեղը։ Հիմա եթե ավելացնելու բան չկա, ես ամեն ինչը ներկայացրեցի նրա համար, որպեսզի Արոնչյան կողմից էլ են դատի, որ հարկադիր կատարողը ամբողջական պատշաճիչ գործողությունները կատարել է, իրավաչափ գործողություններ է կատարում, եւ հարկադիր կատարողի այս գործողությունները չանելու արդյունքում դատական ակտերը մնանում անկատար վիճակում։ Հիմա նույն օրինակով եմ բերում, երբ որ պարոն Ջահանգիրյանը ասում է, ես բնակեցման կատարողական թերթ կբերեմ։ Բնակեցման կատարողական թերթի պայմանները նույն հարկադիր կատարողները այս մարդկանց բերում են բնակեցնել։ Այլ օրինական մեջ մտածդատական ակտի հարկայության պայմաններում։ Այս ժամանակ հարկադիր կատարողը լինելու է իրենց աչքի լույսը, որովհետև բերեց իրենց տուն հետ։ Դե տենց է, եթե հասկանում եք եք։ Դրա համար ցանկացած էմոցիոնալ արձագանքից ապրեք, դրա համար, չէ, դա արդեն մենք երբ որ հանրայնացնում եք, նաև ձեզ եմ ասում, մանրամասն։ Պարոն Մելիքբեկյան, կարելի է իմանալ ոնց ստացվեց, ձեր կարծիքը, ոնց ստացվեց երեք, որ լարված խոսակցությունը, ում հետ խոսեցինք լարվեց, դուք եկաք չլարվեց, բա ոնց ստացվեց։ Ասեմ ոնց, ես ունեմ իմ հետ չինգաչում։ Չէ, ոչ թե մեկը լավ մարդ է, մեկը վատ, անկեղծ եմ ասում, գիտեք ինչի եմ, չէ, ես անգամ շեշտել եմ մարդկանց չտիրախավորել, հա, կառույցի ներկայացուցիչ ոչպես կարելի է, ու մարդը ունի այդ իրավունքը, բայց անձի, չէ, դա թույլ չեմ տա, բայց այնուամենայնիվ, որովհետև պետական աշխատողի ձև է ձեր ձևը, պետական աշխատողը, պետություն ներկայացում, պետական աշխատողը երբեմն կայացնում է որոշումներ կամ վարքագիծ է ցուցաբերում, որը կարա իր սրտով չլինի, բայց տվյալ իրավիճակում շահեկանը այդ ձևն է։ Այսինքն երեք տվյալ իրավիճակում շահեկան ձևակերպ, մենք մարդ ենք, մենք չենք կրում ոչ ուսադիրներ, ոչ պատասխանատվություն որոշակի, ընդհանրապես մեր քաղաքացիական պատասխանատվություն է։ Ձերը պետական պաշտոնական պատասխանատվություն։ Մենք այս զանազանումը պիտի լինի։ Ես ձեզ որ տեսնեմ մի սրճարանում, բնականաբար չեմ նստելու դահակայից խոսեմ։ Խոսել եմ ձեր որպեսությունից, որպես քաղաքացի։ Ճիշտ է։ Շատ է։ Հիմա իմ ներկայացնելու այս ամեն ինչը ներկայացնելու նաև։ Իմաստը հասկանալի է, ըմբռնելի է։ Որպեսզի դուք եւս հասկանաք եւ անդրադառնաք այն հարցին, որ գործողությունները իրավաչափորեն կատարվել են եւ հանրության մոտ այնպեսի կարծիք չլինի, որ հարկադիր կատարողները կարծիքը արդեն
տնից Կարծիքը արդեն ամեն մարդ իր կարծիքը։ Ձևակերպված կարծիքը ուղղելու համար մենք բոլորս պետք է աշխատանք կատարենք, հա, որպես ներկայացնենք, որ Արկադի կատարող ճիշտ է։ Պարոն Մելիքբեկյան, հենց այս եթերը հիմա օբյեկտիվության մասին է։ Այո, իր օբյեկտիվության մասին է եւ ցանկացած դեպքում նույն անձինք, նույն քաղաքացին, երբ որ հանդիսանում է պահանջատեր, Արկադի կատարողն ընկալում է այլ ձևով, երբ որ պարտապան այլ ձևով։ Դրա համար հիմա ուղիղ ներկայացնում ենք, որ իրավիճակը այդպեսին է։ Անձինք, ովքեր որ վտարում են իրենց սեփականությունը, չի հանդիսանում գույքը, օրինակ։ Դա արդեն դատական գործն է, որին չենք անդրադարձել։ Հա, բայց մենք գործին չենք անդրադարձել։ Հիմք այստեղ գտնվելու չունեն օգտագործման իրավունք, չունեն գրանցված իրավունք եւ ցանկացած իրավական պետությունը նորմալ է, երբ որ պետական լծակները օգտագործում են արդարությունը կամ դատական ակտերը պահանջները կատարվելու համար։ Կարող ենք, պարոն Ջանգիր։ Հա, ես մի քանի հատ բարձրաբանում եմ, էլի պարոն Մելիքյանից ստանալու։ Այն ասեցիք, որ ունենք 4 կատարողական վարույթ եւ յուրաքանչյուր վարույթով ունենք 1 պարտապան։ Յուրաքանչյուր այդ 1 վարույթով 1 պարտապանի անունը նշվել։ Յուրաքանչյուր 1 պարտապան ունեցող կատարողական վարույթի վճռեց մասում կատարողական թերթի կատարման ենթակա մասում բանջարները հիմա նաև կատարողական թերթի կարող է ցույց տալիս։ Նշվել է 1 պարտապան, թե ոչ, տրված է 4 անձի անվանում։ Նշված կատարողական վարույթով 1 անձ հանդիսանում է պարտապան, քանի որ դատարանի կողմից կատարողական թերթերը տրվում են ըստ պարտապանների չհասկացա, որ 3 վարույթով Կարեն Ստեփանյանը չի հանդիսացել պարտապան։ Պարտապան չի հանդիսացել, բայց վտարվող կատարման ենթակա մասում իր անունը նշված է եղել, որ պետք է վտարվի։ Որպես ինչ է նշված եղել։ Որպես վճռի եզրափակիչ կատարման ենթակա պարտապան։ Պարտապան հատվածում նշված է որպես պարտապան։ Ամեն մեկը տարբեր է նշված։ Չէ, ունենք կատարողական թերթ։ Կատարողական թերթի հիման վրա հարուցել ենք կատարողական վարույթ։ Նշվում է պարտապան Կարեն Ստեփանյանի, հետո մնացածի, ինչպես է նշվում։ Ես մեկնաբանում դատարանի ձևակերպումը, ես դրա երբ Կատարողական չէ, կատարողական վարույթ հարուցելու մասին։ Ես համոզված եմ շատ կատարողական թերթեր եք տեսել, հիմա նաև մյուս կատարողական թերթը հաշվի առնելով դուք ներկայացուցիչ եք, ձեզ եմ ներկայացնում, տեսեք կատարողական թերթով 1, 2, 3, 4 անձի վտարման կատարողական վարույթ հարուցելու կատարողական վարույթը պարտապան հանդիսացել է օրինակ X անձը, ասում եք 4 վարույթ ունենք, 4 տարբեր պարտապանների մասին, այո։ X անձը հանդիսացել է, նշված կատարողական վարույթով հարուցված որոշումը ուղարկվել է հենց այդ անձին, հա, կայունության հասցեում, որտեղ որ գրված է եղել հարուցել է կատարողական վարույթ։ Այսինքն լրիվ Պարզեց մասում, որ գնում պարզեցի մասում պետք է նշվի կատարողական թերթի բովանդակությունը։ Մասնակիցների պարտապանների մասին նշվում է նշված է կատարողական թերթում յուրաքանչյուր 4 վարույթներով, յուրաքանչյուր 4 վարույթներով 4 պարտապան նշված է։ Հաջողիրա մեկ էլ իրար չէ։ Չէ, պարոն Մելիքյան, 4 պարտապան չէ։ 4 անձի վերաբերյալ կա գործողություն պետք է իրականացվի։ Պարտապան հանդիսանում է նրանցից մեկը։ Յուրաքանչյուր կատարողական մեկը։ Յուրաքանչյուր մնացած 3-ով Կարեն Ստեփանյանը չի հանդիսացել սույն դեպքում։ Հիմա ես վարույթ, պարոն Մելիքյան, ես էլ որ ճիշտ հասկանում, կարող է միգուցե ես չեմ ճիշտ հասկանում։ Ունենք 4 կատարողական վարույթ եւ 4 կատարողական վարույթով ունենք 4 պարտապան։ Ամեն մեկը առանձին կատարողական վարույթ, ամեն մի պարտապանի մասով, ճիշտ է։ Այսինքն այդ 4-ից միայն մեկն է վերաբերվել Կարեն Ստեփանյանին, ճիշտ է։ Շատ պարտապան նշված է եղել մեկով։ Կարեն Ստեփանյանը, ճիշտ է։ Բայց կատարողական գործողությունները իրականացնելու արդյունքում մյուս 3-ով պետք է վտարել պարտապանին, ինչպես նաև այն անձանց, Այդ մյուս 3-ով պարտապանը ով է եղել։ Պարտապանը ենթադրենք X անձ է, Կարենը չի եղել։ Այո։ Կար X անձից բացի նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունք գրանցված չէ։ Ներառված է նաև Կարեն Ստեփանյանը օգտագործման իրավունք գրանցված։ Ինչի համար է Կարեն Ստեփանյանի անունը ներառվել, որպես ինչ, որպես դատական ակտի եզրափակիչ որպես մասն է։ պարտապան է ներառվել։ Դատական ակտի եզրափակիչ մասում գրված է պարտապանների անունները։ Եթե այն 3-ը չի վերաբերվում Կարեն Ստեփանյանին, Բոլոր 4-ը վերաբերվում են բոլորին։ բոլորին, ճիշտ է։ Այո։ Այսինքն անձը իրավունք ունի կատարողական վարույթի ընթացքում ընդունված որոշումները ստանալու։ Եթե բոլոր 4-ն էլ վերաբերվել են բոլորին։
Երբ որ Բոլոր 4 որոշումները ստացել է Կարեն Երբ Ստեփանյանը։ որ դուք բացել եք ազդարար կետերեն կայքը հրապարակային ծանոթությունները եւ բացել եք ծանոթությունների հատվածը ինչ վերաբերյալ ձեր վստահորդներին, տեսել եք որ 4 որոշումներ կցված են։ Այո, տեսել եմ։ 4 որոշումը կցվածնելու դեպքում դուք որպես ներկայացուցիչ 4 վարչական ակտերին ծանոթացել եք, ճիշտ է։ Այո։ Հիմա ինչ եք ասում, իրավունք ունես ծանոթանալ թե չէ։ Ես Ծանոթացել եք։ երբ պետքա ծանոթանամ։ Երբ պետք է ծանոթանաք։ Կատողական վարքի մասին օրենքը կարգավորվում է։ Ասում է որոշումները կատողական վարքի ընդունվելուց երրորդյա ժամկետում պարտավոր ուղարկել մասնակիցներին։ Ուղարկվել է։ Երրորդյա ժամկետում։ Այդ 3-4 վարչական վարույթները կատողական վարք, որոնք վերաբերում են Կարեն Ստեփանյանին։ Ցույց տվեք, որ ուղարկվել է Կարեն Ստեփանյանը։ 4 վարչական ակտերը ուղարկվում են ամեն մեկը պարտապանին։ Պարոջանիլա։ Մի հատ ուղարկվել Կարեն Ստեփանյանը, դա եմ ուզում ստացնել։ Մեկ վարույթ ուղարկվել։ Հայ-պոստի միջոցով մեկ հատեր պիտի ուղարկվեր։ Բայց 3-ը որ վերաբերվում է Կարեն Ստեփանյանին, ինչի ուղարկվել։ Պարոջան, ձեր ասացից ես հիմա հասկանում հետևյալ ձևով։ Դուք ես ասեի բնակիչ չեք, դուք էլ նստեք եստներ, ասեք ես դուրս չեմ։ Չէ, ես այլ անձ եմ, չէ, ես այլ անձ եմ։ Այլ անձ կարգավորված է։ Այլ անձ չէ, դուք ունեք 4 կատարողական, այն կատարողական վարույթը, որով որ Կարեն Ստեփանյանը պարտապան չի հանդիսացել, ոչ էլ եզրափակիչ մասում քանի որ իրան նշված է եղել, նշվել է նաև հարկադիր կատարողի որպես պարտապան։ Որպես պարտապան չէ, պարտապան դաշտում նշված է ուրեմն պարտապանի անունը միայն։ Այդ որոշումը վերաբերել է Կարեն Ստեփանյանին։ Որ հատվածում իհարկե վերաբերել է։ Դուք ինքներդ Կարեն Ստեփանյանը որպես Էնքանով է վերաբերելի, որ ինքը ծանոթված լինելով Կարեն Ստեփանյանը արդեն իսկ ազատման բնակարան է։ այդ որոշումները, մնացած 3 որոշումները իրավունք Բոլորին ստանալու կատողական վարույթի մասին Կարող է որոշում կայացնի պարտապանի մասին եւ ուղարկել։ ուղարկված ծանոթությունը ուղարկել պարտապան չհանդիսացող անձին։ Բայց կարող է Ենթադրենք Այս միակ նյուանսի վրա ինչքան ենք լրվել։ Չէ, ախր անձի Տար օրենքի տարընթերցում կա, ես չեմ հասկանում։ Չէ, որոշակի անձի համար որոշակի պարտականություն է սահմանվում կատարողական վարույթով։ Հանդիսանում է պարտապան եւ այս պարտապան հանդիսանալով հանդերձ ասում են 3-ը քեզ վերաբերելի են որպես պարտապան, պետքա վտարենք դրանով, բայց քեզ ուղարկում ենք մի ծանոթություն։ Մեկ ծանոթություն։ Իսկ այն 3-ի մեջ կանոնը նշված է վճռով որպես պարտապան, բայց այն 3-ը քեզ չեն վերաբերվում, որ ուղարկեն, բայց վտարելուց քեզ վերաբերվում են։ Այսինքն անձի վերաբերյալ որոշում կա կայացված որպես պարտապան, ասենք մյուս պարտապանի Ալբերտ Ստեփանյանի Իսկ ընդհանուր առմամբ այս տիպի բան էլի եղել է, ինքը խնդրահարույց է այդ մասով։ Կարող է օրենսդրական ինչ-որ կարգավորում ապրել։ պարտապանին են ծանոթությունները ուղարկում։ Չնայած այս հանգամանքին, սա էլ ասեմ ու եզրափակենք, հա, որտեղ ասած երկու մի քիչ բանի ալ է վերածվում։ Այս կատարողական վարույթի շրջանակներում ինչ որ կայացվել է, նաև գրանցված օգտագործման իրավունք չունեցող անձանց պետք է վտարել։ Այսինքն նաև գրանցված օգտագործման իրավունք ունեցող անձ չկա ասացել այս բանը։ Այսինքն հարկադիր կատարողի կողմից ինչ որ իրականացվել է, եւ այս մեկ անգամ շեշտում եմ։ Պարտականություններ կատարելը դրա համար է հարկադիր կատարողի աշխատանքը եւ իր պարտականությունը պատշաճ եւ իրավաչափ ձևով իրականացնել։ Այս մեկ բարձապանում կարող եք եկել։ Այս մասը ընդհանրապես մեկ բարձապան ծանոթման հետ կապված, բաժանած ծանոթությունը, տեսեք, էլեկտրոնային եղանակով ծանոթումը կարող եք եկել։ Նախորդ 5 օր առաջ այդ էլեկտրոնային ծանոթումից 5 օր հետո գործողությունները իրականացվել։ Ես դրա հետ կապված ձեզ ասացի։ Վերադարձվել են ծրագրերը չպահանջված է նշումը։ Էլեկտրոնային ծանոթում եք իրականացրել։ Էլեկտրոնային ծանոթումը ուղարկելուց հետո անձը համարվում է բանջարշարժված 5 օր հետո, ճիշտ է։ Ես խնդրում եմ առանց ընդհատելու լսեք ու վերջացնենք։ Հենց որ ծրարը ուղարկվում է պարտապանին եւ պարտապանը չի ստանում, չպահանջված է նշումը վերադարձումը, այդ բանից սկսված այդ պարտապանը համարվում է ծանոթված։ Բացեք կատարողական վարույթի մասին օրենքի 25 դրված է առաջինից 4-րդ եւ կարգացել։ Պատշաճ ծանոթությունը իրականացնող տարբերակներից մեկը դա է։ Էլեկտրոնային եղանակով պատշաճ ծանոթման մասին եք խոսում, որը որ Այդպիսի միջոցով պատշաճ ունենք այդ ապասը, որ 4 նամակները ուղարկել են եւ ստացել են։ Եվ էլեկտրոնային եղանակով ծանոթումը կարգավորում է, որ ասում է պատշաճը համարում, եթե 5 օր անցնում է 5 օր, այդ 5 օրը այս դեպքում անցել է։ Հիմա տեսեք, դուք ներկայացրել եք ձեր դիմումներին կից, ծանոթությունները ստացել եք, չպահանջվածը նշումով հետ է եկել։ Հիմա եթե այսքանից հետո ես ձեզ չեմ կարողանում իրավական ակտերը, հղումները, օրենքի դրույթները շեշտելով, չեմ կարողանում ձեզ ապացուցել, որ դուք ծանոթված եք։
Այստեղ ուրեմն ես անձոր եմ ձեր դեպքում։ Այսինքն անձը նամակն ուղարկվել է, չի ստացվել, Վերջացրեք, դա էլի դառնում է սուրճի սեղանի շուրջ երկխոսություն։ Ժողովրդան, ուրեմն մի բան էլ հավելեմ, մեկնաբանությունների դաշտում մեր Facebook-յան ընկերներից կարծիք են գրում, որ բանա, դե ասում են գնել, դե դու հիմա եկել ես ընկերոջդ ես պաշտպանում, ես իմ ընկերոջը 1000 ուրիշ տեղեր կարամ պաշտպանեմ, ոչ sense դեպքերում, որովհետև վստահ եղեք, իմ իրավաբան ընկերների գործերի հետևից եթե գնամ, այնքան ապօրինություններ կան, որ ես առավոտից երեկո կամ դատարաններում կլինեմ կամ կոնկրետ հասցեներում, որովհետև իրավաբան մենակ Հակոբին չեմ ճանաչում ու մենակ ես մի գործը չի, որ մի քիչ այն չի էլի, հասկանում եք, այսինքն այդ խնդիրը իսկապես չկա ու չեմ ուզում կողմնապահություն լինի։ Մյուս կողմից էլ մեր հարկադիր կատարողն էլ պարոն Մելիքբեկյանն էլ շատ լավ ճանաչում է Հակոբին Ջանգիրյան ու իր գնահատականն էլ Հակոբի մասով բավականին բարձր է, որ ամենաանկաշար ու ամենալավ պատրաստված փաստաբաններից է Հակոբը։ Այսինքն այդ գնահատականները փոխադարձ իրար ճանաչում են, չէ՞, 1000 գործով բան են ունեցել, շփում են ունեցել։ Բայց այս պարագայում այսպես մի հատ դետալ կա, որը որ փորձում ենք պարզաբանել։ Խնդիրը այստեղ անգամ բնակիչները, ապրողները ում վտարում են, իրանք խնդիր չեն տեսնում, ասում են հա լավ, հիմա եկել սրան է հասել, հասկացանք, դուրս են գալիս, պարզապես process-ի մեջ կային անհամաձայնություններ, որը արդեն հազարերորդն է երևի, որ մարդկանց տեղն է հասնում։ Եվ sense բաները բարձրաձայնում ենք, որպեսզի հաջորդ անգամ որևիցե մեկի հետ, եթե ինչ-որ բան լինի, հարկադիր կատարողը հասկանա, գիտակցի, իմանա, որ ինքը աշխատում քաղաքացու հետ, ով այդ պահի դրությամբ գտնվում է բավականին բարդ էմոցիոնալ վիճակում, պիտի իր աշխատանքը անի հավուր պատշաճի։ Սա ինստիտուտի դեմ չի, սա ընդհակառակ դրա օգտին է, այս ամեն ինչը։ Եվ նաև կարծում եմ այստեղից ահագին նյուանսներ դաս քաղեցիք, եթե ձեզ հետաքրքիր են նման ֆորմատները, խնդրեմ ես կարող եմ մի քանի փաստաբանական գրասենյակներ կան, ումոնց շատ հարգում եմ, ու կարող եմ առավոտից իրիկուր միայն իրանց բողոքների մասին ձեզ ներկայացնեմ, այդ ժամանակ կարող եք դիտարկել որպես պաշտպանություն, բայց ինչ որ այտենց շատ բացարձակ չունեմ։ Իմիջիայլոց ասեմ, շատ հնարավոր է, Գոգ ջան, կներես քեզ էլ եմ ասում, եղբայր, բոլորին եմ ասում, շատ հնարավոր է ձեզանից ոմանք ունենում են բան, իրավիճակներ, որ կապվում են ինձ հետ, ասում են, բաց այս մի հատ խնդիր կա, այս մի հատ խնդիր կա, երբ ես մի բանը չեմ հասկանում, կամ զգում եմ այդտեղ ինչ-որ բան իմ ուժերից, ինքս զանգում եմ, թե Ջանգիրյան Հակոբին, թե Արմանին Խաչատրյան, թե Ձյաննային Խաչատրյան, զանգում եմ իրանցից խորհրդատվություն եմ իմանում ու փոխանցում եմ դա ձեզ։ Այսինքն ուղղակի թե անուղղակի ձևով այս մարդիկ իրենց գործունեությամբ ձեզ օգտակար լինում են, վստահ եղեք։ Հասկանում եք, պետք չի այստեղ դիտարկել այդ տեսանկյունից ընկերության, որովհետև, ասենք, ուրիշ մարդիկ չեն, մեր դահակն է։ Որտեղ որ մի հատ Գագիկ Հովհաննիսյան մի քիչ տեղում փորձել է, տեղում մի քիչ այնքան էլ բան չէր, երեք էլ բոլորի դաշկի առաջ օղի եթերով մտել եմ ներս, ոչ նախապես շփված ենք եղել ոչ բան, ինքներդ էլ տեսակ վերաբերմունքը կամ ցուցումները, չգիտեմ ոնց ինձ պայեմ եւ այլն, ինքներդ տեսակ։ Դա պետք է ընդհանրապես էլ չլինի։ Սրա մասին է այս ամեն ինչը, ոչ թե վայ տեսեք մարդկանց հանում են, սխալ են անում, որ հանում են, չէ, process-ի մասին է խոսքը, ժողովուրդ ջան, որերորդ անգամ սա ես ասում եմ։ Նենց որ շատ շնորհակալ եմ բոլորից հետ, ոչինչ որ գուցե ես լավ չէի մեկնաբանում դրա համար էլ մի քիչ սխալ հասկացվում, գուցե դուք ուշադիր չեք հետևել բառերին, խոսքին դրա համար ոչինչ, այդ սխալն ու ճիշտը ինչ որ բան չի էլի, պետք է խոսենք, երկխոսենք, շփվենք, որ հասկանանք։ Սա վերջի վերջո բոլորիս պետությանն ու բոլորի շահերին է վերաբերում։ Լավ մնացեք, թերևս այսքանով կեզրափակվենք, երևի էլ ոչ մի բան էլ չենք անի, մինչև քննիչներն էլ, ովքեր եկել արձանագրել են այդ բոլոր խախտումները, այդ գործողությունը, որտեղ է ունեցել այդ հարվածելը փաստաբանին եւ այլն, դա արդեն քննիչները քրեական գործ հարուցել են, նոր մի քիչ առաջ գնացին, ես իրենց աշխատանքը չցանկացա նկարել, նաեւ իրենց տրամադրությունը ըմբռնելով հասկանալով դատարանում են արդեն տեղյակ են, որ sense բան կա, այսինքն ինչ որ կետ կա, որը որ այն չի։ Ամեն դեպքում սա է խորհուրդ կտամ ԴԱՀԿ-ին եւ բոլոր մյուս իրավական բաներին, վարչական կենտրոններին, ուժային կառույցներին
փորձել հնարավորինս աշխատել քաղաքացու օգտին, ոչ թե քաղաքացու դեմ։ Քաղաքացու օգտի դա ուրիշ բան չի նշանակում, դա նշանակում է նորմալ վերաբերմունք։ Վերջի վերջո մի միջավայրից ենք ու ես միշտ ասել եմ, աշխարհի ցանկացած հայ մի հատ ուրիշ ցանկացած հայի, եթե ուզենա գտնի, մաքսիմում 2-3 զանգով կարա գտնի։ Նենց որ եկեք մենք մեր ճակատագրից չփախնենք, փորձենք մեր հարաբերությունները անկախ մեր պաշտոնյա լինելուց կամ չլինելուց, պահենք բարձր մակարդակի վրա։ Շնորհակալություն դիտելու եւ տարածելու համար, շնորհակալություն ձեր համբերատարության համար, իսկ երեկոյան YouTube-յան եթերով արդեն չգիտեմ, կտեղադրեմ թե չէ մյուս տեսանյութերը, արժի էլ այս թեմային կպնել թե չարժի, ամեն դեպքում երեկոյան YouTube-յան եթեր կունենամ, կարող է եւ պարզապես դարձյալ վերադառնանք ներքաղաքական այս թողուբոհի մասին խոսելու։ Լավ մնացեք, լավ բոլորիդ, ցտեսություն։